Բարեկամներ, մենք վերադառնում ենք, մրցում են Կենտրոնը եւ Մալացիա Սեբաստիան, սա հերթական դիմակայությունն է play-off-ի, արդեն ավարտին է իրականում մոտենում, երկու հանդիպում մնաց, այս հանդիպումը եւ եւս մեկ մրցավ է, շուտ ավարտվի նաեւ play-off-ը, կտեղափոխվեն կիսաեզրափակիչներ, հետո արդեն երրորդ տեղի համար հանդիպում եւ բնականաբար եզրափակիչ Իչև 12 տարեկանների պայքարն է, սա Երևան Cup 2026-ն է, շատ արագ տեմպերով շարժում ենք առաջ եւ ունենք առաջին գնդակը Մալացիա Սեբաստիան գոլ է խփում եւ նորից այն ֆուտբոլիստը, որի մասին խոսում է իրականում խմբային փուլի ժամանակ, շատ արդյունավետ է, անդադար գոլեր ենք տեսնում։ Եվ շատ անորոշ պատկեր է այստեղ, իրականում շատ բարդ է որևէ ֆավորիտ առանձնացնելը, քանի որ իրականում շատ հետաքրքիր խաղեր են, մեկը մյուսին շատ չի զիջում։ Գնդակի կորուստ այստեղ դեպի Աչիեզեր եւ ֆորվարդի փորձ Կենտրոնը կարող է շատ արագ հավասարություն մտցնել հաշվի մեջ, չի ստացվում, Մալացիա Սեբաստիանը գրոելու։ Աչիեզրում է գնդակը գեղեցիկ անցում էր եւ ֆորվարդ, որը փակվեց։ Ձախ եզրից է պետք հավարկել գնդակը։ Տեսնենք ինչպես կստացվի այդ փոխանցում դեպի պաշտպանության խորք կարելի ասել, մեծ հաշվով որևէ դիրք չկա, բոլորը կարող են նույն դրվագի ընթացքում հարձակվողի դերում լինել եւ նույն դրվագի ընթացքում պաշտպանի։ Այստեղ այդպես է գնդակը կորցրեցին 3 պաշտպանով է խաղում, գնդակով 3 հարձակվող բնականաբար։ Ձախ եզրից անկյունային կլինի, Կենտրոնը հասկանում է, որ պետք է մտածել ամեն դեպքում գոլի մասին, ոչ թե շտապել, բայց մտածել բնականաբար պետք է։ Գնդակը Կենտրոնում է այդ փոխանցում դեպի։ Արդեն Աչիեզեր եւ սա խախտում էր, իհարկե խաղի կանոնների խախտում էր եւ դերին քարտ կտեսնենք բնականաբար։ Մրցավարի սուրիչը հետևեց հերվից հարված, փակվեց այս փորձը եւ ֆերացված է գնդակը ու նույնիսկ կարող էր դարպասի ուղղությամբ գնալ, բայց դա տեսնում էր Կենտրոնի պաշտպանը, բնականաբար հետ կմղեր գնդակը, եթե այդպես չլիներ։ Միայն մեկ բան նշեմ, հաջորդ խաղերի հետ կապված Էրեբունիին փոխարինելու է Աչապնյակը, որակազրկվել է Էրեբունին։ Ամեն դեպքում նրանց փոխարեն Աչապնյակն է, ավելի լավ վիճակագրությամբ այդ թիմն էր եւ փոխարինելու է Էրեբունիին հաջորդ փուլում։ Միգուցե հաջողի բնականաբար, ձախ եզրում է գնդակը, կորուստ այստեղ Մալացիա Սեբաստիայի հակագրոն է փակվեց այս փորձի ճանապարհը, ձախ եզրում է գնդակը եւ անդրադարձ ու եզրից պետք է խաղարկել։ Տեսնենք այս գրոհը ինչպես է ստացվելու։ Այդ փոխանցում դեպի ձախ եզր գնդակի կորուստ ենք տեսնում, ֆամար պայքար է, արդեն play-off-ն է բնականաբար, թիմերը հասկանում են, որ այստեղ հետ դարձի ճանապարհ չկա, երկրորդ շանս չկա, այս խաղն է եւ վերջ, մեկը հաղթելու է, մյուսը դուրս մնալու պայքարից։ Դեպի Աչիեզեր փոխանցում, ես նաեւ հավելել եմ այն, որ այն թիմերը, որոնք այն դիմակայությունները, որտեղ ոչ ոքի կգրանցվի, հաղթողի անունը որոշվելու է, հաղթողը որոշվելու է ոսկե գոլով անժամանակ կընթանա այնքան, մինչև մեկ թիմ մեկ գոլ խփի։ Աչիեզրում է գնդակը եւ այստեղ հարվածի փորձ չեղավ, բայց լավն էր փոխանցումը, կան փոխանցումներ, որոնք իսկապես հարյուրավոր հարվածներ արժեն, սա հենց այդ դեպքերից մեկն էր։ Ազատ հարված կխաղարկի Մալացիա Սեբաստիան թիմը եւ այսպես սխալվել պաշտպանությունը պետք չէ, ավելի լավ է անաս է ուղարկել առաջ գնդակը, քան պաշտպանության այս հատվածում սխալվել իհարկե։ Աչիեզրից փոխանցում եւ ախնդրեմ պրեսինգը տալիս է իր արդյունքը 2-0։ Գնդակ էր փորձում խլել։ Եվ խնդրեմ Մալացիա Սեբաստիան ինչպիսի գոլ է խփում, գնդակ խլելը վերածում է արվածի ուղղակի։ Եվ 2-0 է այս պահին հաշիվը, սա արդեն այլ պատկեր է ստեղծում դաշտում, խաղը հարապարակում ներողություն։ Դեպի ձախ եզր փոխանցում Մալացիա Սեբաստիայի հերթական գրոնը եւ հարվածում են շատ հեռվից իրականում, շատ լավ ստացվեց եւ 3-0, սա արդեն վերջակետ է կարծում եմ
ծայրահեղ բարդ է լինելու մնացած ժամանակահատվածում 3 գնդակ հետ բերելը, սա արդեն play-off է, խմբային փուլում այո, այդ ռոմանտիզմին կարող ենք գնալ, բայց սա արդեն իրականություն է, շատ կտրվել գետնից պետք չէ, այսպես ասեմ, 3-0 պարզ է, որ Մալացիա Սեբաստիան ուղղակի իրավունք չունի այս տարբերությունը ձեռքից բաց թողնելու, եւ շատ գրագետ ֆուտբոլ է Մալացիա Սեբաստիան խաղում, դեռ խմբային փուլից, որտեղ շատ լավ վիճակագրություն ունեն, 5 գնդակ ուղարկեցին Ավանի դարպասը, 4 գնդակ Արաբկիրի, գոլ խփող թիմ է, այսպես ասեմ, շատ արդյունավետ խաղեր է անցկացնում։ Տեսնենք այս փորձը ինչպես կստացվի։ Գնդակի կորուստ եղավ եւ ֆորվարդի հնարավորություն կար, ինչից օգտվեց Մալացիա Սեբաստիայի ֆուտբոլիստը, բայց դիպուկ գտնվել չի ստացվում եւ չի կարող դարպասը գրավել, այո, դա պարզ է։ Երկու ոտքով շրջանակի մեջ լինելու պարագայում չես կարող։ Եվ այստեղ արդեն 11 մետրանոց կամ ազատ հարված 4-0 կարող է դառնալ խաղի հաշիվը։ Այստեղ վրիպում ունեցել ենք այսօր, բայց ընդամենը մեկ վրիպում է եղել, մնացած բոլոր նմանատիպ իրավիճակներում ֆուտբոլիստները դարպասի գրավման պատճկի ընկել են։ Եվ 4-0 է դառնում խաղի հաշիվը, խախտում է մրցավարն այստեղ արձանագրում։ Տեսնենք այս գրոհը ինչպես կստացվի։ Ստացվում է ամեն դեպքում աչքի ընկնել գոլով, բայց դա շատ բան չի փոխում, հաշված վարկյաններ են լինում։ Մինչև ավարտ, աջ եզրից անկյունային, հետևե սացրից փոխանցում արված էլ տեսանք, հակագրոյի փորձ Մալացիա Սեբաստիայից, գնդակի կորուստ եղավ եւ ֆորվարդ փակված է այս փորձի ճանապարհը։ Եվ վերջ բարեկամներ, Մալացիա Սեբաստիան անցնում է հաջորդ փուլ, շնորհավորում ենք, կարողացան հաղթել, Շենգավիթի հետ կիսաեզրափակիչ են կմրցեն եւ հիմա Աչափնյակն ու Բարաշեն մրցավեճն են